Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ կներեք մի փոքր ուժամի եմ եթեր մտնում, բայց փորձեմ շատ երկար չպայել եթերը, ամեն դեպքում կխնդրեմ կիսվել ու քանի որ տեղադրելու եմ նաև եթերը YouTube-յան ալիքում, ապա խնդրում եմ գրանցվել նաև YouTube-յան ալիքին, ես շուտով երևի այնտեղ արդեն նորից կսկսեմ շարունակել հիմնական եթերները։ Դե ինչ երում է կարելի ասել, բայց անկեղծ ասած մի տեսակ կարոտել էի, վատ բան եմ ասում, բայց այդպես է, էլի։ Կարծես այն արթնանում են բոլորը, եւ խոսքը միայն 26 թվականի հետ կապված չի։ Իհարկե առաջնային 26 թվականն է, բայց ընդհանուր աշխարհ քաղաքական ամեն բան։ Մի քիչ զրուցենք տարբեր թեմաներից եւ իհարկե նախ եւ առաջ թե ինչ են ակտիվացել հենց ջահելները։ Խոսքը ես նրանց անվանում եմ 5-րդ Շարասյան երկրորդ էշելոն, այսքան տեսեք ոնց է ստացվում։ Շատ լավ հաշվարկելով 5-րդ Շարասյանը հասկացել է, որ 26 թվականին շանսերը իր զրոյական են, ինչպես որ խոսք է տվել եւ խոսք ենք տվել մենք բոլորս, որ նրանք շատերս, որ 26 թվականին նրանք այդ աստիճանները ազգային ժողովի մոտիկից չեն տեսնելու, հենց մի պարզ պատճառով, որ ոչ մի բան պետության համար չեն, նրանք հակապետական ուժեր են։ Եվ Քոչարյանն ինչպես որ ժամանակին ասում էր, որ պետք է մեր դեմքը չերևա, իմ դեմքը չերևա, հասկանալով որ իրեն ժողովուրդը ոնց է վերաբերվում, բնականաբար հիմա երկրորդ էշելոնին են առաջ գցում, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր եղել են նրանց օգնականները, եղել են նրանց երեխաները, սանիկները եւ այլն, սրանց հիմա պետք է բերեն առաջին պլան, մարդիկ նրանց դեմքերը տեսնեն, ծանոթանան եւ արդեն 26 թվականին նրանք կլինեն հեղինակություն եւ բնականաբար ձայներ կկորզեն։ Այդ ժամանակ եթե մենք օրինակ ասենք, որ այս ուժը Քոչարյանինը կամ Սերժինն է, մյուս ուժը այսպես, շատերը չեն հավատալու, շատերը դարձյալ մտնելու են դիսկուրսի մեջ երկխոսության ու փորձելու են պնդել, որ մենք սխալվում ենք, ինչպես որ Գյումրիի պարագայում էին ասում, հա, ու այսպես շարունակ։ Այս ամեն ինչը հաշվարկել են ու երկու ուղղությամբ են գնում պլանները, ու պլան երրորդ էլ կա, բայց ամենայն դեպս առաջին երկուսը ասեմ, այսպես են մտածում, իրենք իրենց դեմքերով իհարկե կմասնակցեն ընտրություններին, բայց կստացվի կմտնեն, չի ստացվի ոչինչ, հիմնականում պետք է երկրորդ էշելոնը անպայման մտնի։ Եվ այս երիտասարդները դարձել են էլ բլոգերներ, դարձել են էլ, չգիտեմ, podcast վարողներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն ձեր աչքը սովորեցնում են իրենց, ինչու ոչ հնարավոր է մի երկու հուզական շրջանակներում ձեր սրտով բաներ անեն ու դուք անպայման ձեզանից շատերը գուցե եւ նորմալ վերաբերվեն ու սկսեն նրանց ինչ որտեղ նաեւ սատարել։ Ինչպես որ եղել է օրինակ Արթուր Շախոյանի մասով, երբ ես անկեղծ ասած շատ հազվադեպ երբ որ ինձ հարցնում էին ինչ կարծիք ունեմ, ես իմ կարծիքը շատ պարզ ասում էի, բայց շատերը ասում են չէ, դու սխալվում ես, ինքը գնում է, բաները բարձրաձայնում, խնդիրներ եւ այլն։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք մի խնդիր, որը իսկապես բարձրաձայնել է հանրության օգտին։ Ոչ մի բան չեք տեսնալու։ Նա մի տարվա չափ մոտավորապես пассивացավ եւ ուժերը հավաքեց արդեն 26-ի համար կոնկրետ ներկայացուցիչների մասով։ Չգիտեմ, այսօր դիտել եք ազատչփում հաղորդումը թե ոչ, երևի որ դիտեք ավելի հեշտ կհասկանաք, կմբռնեք ինչի մասին է խոսքը, օրինակ տեսեք, հա, Մեսրոպ Մանուկյան, ով եղել է մի գեներալի օգնականը, այնտեղ Մայր Հայաստան դաշինքում կա մյուս գեներալի օգնականը, այնտեղ կային Նա ռուբոկար հայհոյախառն լեքսիկոնով հանդես եկող, որ հարբած գնացել էր ազգային ժողով, դա կա նրա երեխան կա, մի խոսքով, իրենց ու տեսեք ինչն է հետաքրքիր։ Այստեղ Քրիստինե Վարդանյանի բան գործունեությունն է, որ լավ ուսումնասիրվել է։ Օրինակ, երբ որ ազգային ժողովում հակադարձում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, երբ որ ասում է այդ ձեր ժամանակ բա ինչ էր, բա դուք քիչ եք անում, Քրիստինե Վարդանյանի ու նրա նման երիտասարդների մասով ասում են, իսկ մենք ինչ պիտի անենք, մենք նոր ենք պատգամավոր, մենք չենք եղել այն ժամանակ, հասկանում եք, ու շատ քիչ է, քիչ են աշխատանքները գնում այն ուղղությամբ, որ ամեն դեպքում դու ներկայացնում ես քաղաքական ուժ, ու խոսքը քաղաքական ուժի մասին է, անձերի մասին չի։ Բայց երբ որ անհրաժեշտությունը առաջանա, շատ դժվար է լինելու սա քաղաքացիներին բացատրել, որովհետև ինչու է դժվար լինելու։ Ոչ թե քաղաքացիներն են դժվար ըմբռնելու, այլ խնդիրը հետեւյալում է։ Տեսեք, պատկերացրեք 500 հատ կայք, որից 490-ը մի ուժի է պատկանում, 10-ը նեյտրալ են կամ 10-ից 1-2 էլ ինչ որ ուժի պատկանում է, մի 7-8-ը նեյտրալ են։ Պատկերացրեք այս 450-ը, ասում են որ մածունը սև է։ Ու այս 10-ը ասում են սպիտակ է։
Որքան էլ որ իրենք ճիշտ են ասում, 500 հատի մեջ ամեն մեկիդ այդ նյութը հանդիպելու հավանականությունը 1-ին 50 է, քչանում է։ Հասկանում եք։ Ու քանի որ քչանում է, ստացվում է որ իրենք երկրորդ օրը արդեն ասում են, չգիտեմ ինչը կապույտ է, եսիմ ինչը, ու կարողանում են թելադրող լինել այս դաշտում տիրույթում ու խաղալ մարդկանց չիմացության կամ խորքային ուսումնասիրություններ անելու ցանկություն չունենալու հետ։ Մենք ամեն ինչը երբեմն ես եթեր անելուց ինձ թվում է ասելիք չեմ ունենա, որովհետև կարծես թե ես ամեն ինչ ասել եմ, ամեն ինչի հետ կապված ամեն ինչ ասել եմ, բայց այնուամենայնիվ մարդիկ են լինում հարցեր են տալիս։ Նախ օգտվելով այս հնարավորությունից ուզում եմ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր շատ են ինձ զանգում ու գրում, թե ուզում են հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում եւ այլն, ձեզ ասեմ հարգելիներս, Հայաստանում շատ բան չի կատարվում, գրեթե ոչինչ չի կատարվում, ամեն ինչ կատարվում է Facebook-ում, համացանցերում, որտեղ որ փորձում են ինչ-որ բաներ անեն։ Իսկ ընդհանուր առմամբ շատ բան չկա, ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք եւ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անընդհատ զանգում են ինձ ու իրենց աջակցություն են հայտնում որևիցե գործունեություն սկսելու պարագայում, պատրաստակամություն են հայտնում միանալ եւ այլն։ Շատերը անգամ համբերությունները հատած, բայց ես չէի ցանկանա, որ այդ տրամադրություններով ինչ որ բան ձեռնարկենք, որովհետեւ մանիպուլյացիաներն ու սադրանքները տեսնում եք ինչ աստիճանի են հասել ու դեռ կհասնեն։ Իհարկե, այս ամեն ինչը պլանավորվում է որոշ աշխատասենյակներում, որոշ գրասենյակներում պատրաստվում են, մարդիկ մի թղթի վրա գրում են ինչ ունեն, ինչ չունեն, ինչ կա իրականում, փաստերը, եւ փորձում են հասկանալ, որ դաշտում ինչպես կարող են մանևրել, հա։ Ես մի հասարակ բան ասեմ, օրինակ Վահագն Ալեքսանյանի նկարները, որ տարածվում է, մեկն էլ ինչ-որ մի էշություն գրել էր, մտել եմ մոտը գրում եմ, ասում եմ, հա, ու ինչը իրանց արևին պախարակման պրոցեսն է, դա, ասենք, KGB-ի գործառույթներից մեկը, տիրախային մարդու անունը վերցնեն ու սկսեն պախարակել, նրա կնոջը, նրա ընտանիքի անդամներին, փորձեն այդ մարդուն վարկաբեկել, չգիտեմ, նարկոման, ալկաշա, ես շատ գիտեմ, իրանց ձևերի ռեպերտուարով։ Սա բնականաբար, եթե մի օրը 50-100 կայք անընդհատ ասի, սկսելու եք հավատալ, ուզեք թե չուզեք, որովհետև ասելու եք դե առանց սուխկրատ չի լինում, բայց արիուտես որ նման դեպքերում այո լինում է։ Ուրեմն Վահագն Ալեքսանյանի մասով կհիշեք Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովում նիստերից մեկի ժամանակ հակադարձելով ընդդիմադիրներին ասաց, որ ինքը ծառայել է բանակում ու իրեն անդրավարտիկ օրինակ չեն տվել, այլ իր ընտանիքն է իրան բերել այդ բաները, հա, դրանով բավարարել։ Բանակը երբեք իրան չի տվել։ Ինչը վերածեցին ծաղրուցանակի եւ անուն կնքեցին իրանց արևին անդրավարտիկ Վահագ։ Ու այսօր ես անընդհատ տեսնում եմ այդ նյութերը որ տարածում են, այդ անունով են գրում, էլի, բա անդրավարտիկ Վահագը ու սկսում են ծաղրել։ Հիմա ես այս ապուշներին, սրիկաներին մի հասարակ բան ասեմ, էլի։ Նրանցից մեկի հետ դիսկուրսի մեջ եմ մտել, մինչև մի չի պատասխանում, ասում դու որ թվերին ես ծառայել ու որտեղ կոնկրետ չի ասում, որովհետև ինքը շատ լավ գիտի, հենց ասի որ թվերին է ծառայել, ես իրան հարցնելու եմ։ Իսկ դու ծառայության ժամանակ բանակը քեզ անդրավարտիկ կներեք, իսկապես տրուսիկ տվել է, նասկի տվել է, հասկանում եք, ու երբ որ սրա մասին, այսինքն այս սրիկաները փոխանակ վերցնեն ու այդ թեմայի շրջանակներում ճիշտ հակառակ, այն մարդիկ ովքեր պատասխանատու են եղել, դրանց դեմ խոսեն, նրանք թքած ունենալով բոլոր ժամանակներում բանակում ծառայած տղերքի վրա, շարունակում են ծաղրել այն, ինչը որ իրականությունը դու ասում ես։ Հասկանում եք, դե առավելապես աչքի են ընկնում ջիհադիստները, մեր սրբազան բանը պայքարը, դե սրբազան պայքարը դա հենց ջիհադն է, եթե ուզում եք իմանալ, ես իրենց ջիհադիստ եմ ասում ու հենց այդ բանով տերմինոլոգիայով ինչ որ կա, իրանք են ասել, որ իրենք ջիհադիստ են, հա, սրբազան պայքարիստը ջիհադիստն է։ Հիմա ես ուզում եմ մի բան հասկանամ։ Օրինակ, եթե դիտվի սպառնալիք սատկած մուկը մարդու դրան առաջ դնելը ու որոշակի խուլիգանական գործունեությունը։ Ու ոստիկանները գան ձեր հետևից, ինչ եք անելու։ Դուրս եք գալու, վազվզեք այս կողմենքով, ասեք, վայ, տեսեք, հարայ հասեք, չէ, մեզ բան են անում խոսքի ազատությունը եւ այլն։ Կամ օրինակ, բերենք ձեր տաներ, եթե ձեզ թվում է, ձեզ դեմքերով Գնալ դու որտեղ ես ծառայել, որտեղ են Գևորգն ասում։ Գևորգյան ծառայել եմ 97-99 թվականներին Լեռնային Արցախում, Լեռնային Ղարաբաղում։ Արցախում ծառայել 6 հատ էլ չաստեմ պերևոդ եղել, ոնց է ստացվել իմ ճակատագիրը, այսինքն վայանի բիլետից մեջ 6 հատ պեչատ կա։
Ղարաբաղում եմ ծառայել, եթե մանրամասներ են հետաքրքիր, սիրով պատրաստ եմ անել, եթե դա հարցալուծում։ 97-99 թվականներին եմ ծառայել։ Բայց դրանից ծառայությունից հետո մի ոտս միշտ եղել է Ղարաբաղում ու միշտ կապ եմ ունեցել բանակի հետ։ Ոչ թե ծառայել եմ, դրանից հետո անցել եմ բանպետական ծառայություն, չէ, պարզապես նենց է կյանքը ստացվել։ Տարբեր այն ժամանակ ինչ որ համերգային ծրագրեր էին կազմակերպում, ՊՆ-ով գնում էինք, հետո ես առանձին վերցրած եմ սկսել գործողություններ անել եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես չգիտեմ ինչ էիր հարցնում, եթե գրես ինչ էիր հարցնում, շատ ավելի շնորհակալ կլինեմ։ Մեսը Գեորգյան։ Չէ, եղնիկներ չեմ եղել եմ Ցոր, Ասկերան, Բալուջան, երկու մարտունիները, վերջում եղել եմ ԺԴ-ն հիմա չկա եւ եթե ցանկանաս ԺԴ-ից կպատմեմ, ԺԴ-ն իր արևին նարուստիաների բատալյոն էր, որտեղ որ բերում էին այն զինվորներին, յանի որ տենց մի քանի չափ ստարցեն պերևոտ են եղել, հասկանում ես խոսքը ինչ եմ ասել, բերում էին այդտեղ։ Իսկ ԺԴ-ի ծառայությունից եթե ես պատմեմ, շատերդ կզարմանաք, այո, ԺԴ-ում 30-ից ավել զինվորներ ենք ու մեզանից շատերին օգտագործում էին Արցախը իրենց տան հայատները կառուցելու եւ այլն օրինակ ասեմ, Արմեն Աբգարյան կար Զամպալիտ արմիի։ Իրանց տանը ես ուստաղբոյի հետ, իրանց տան մարմարի աբլիցովկեն էինք անում։ Չէ, Ամուլիայի մոտ ոչ թե ծառայել եմ, այլ Ամուլիայի տանը իր մարմարից աբլիցովկեն էինք անում, որտեղ բամբուրի փող չէր Զամպատի, հա, կներես, որովհետև փող չէր ուզում տար։ Ստեփանակերտի հերրախոսի գծերը, ասֆալտները փորելով, բանով քաշում ենք։ Իհարկե իրանք երևի բամբուրի փողերը ուտում էին, մեր զինվորներին էին տանում։ Ուզում եք ավելի բան ասեմ, Սամվել Բաբայանի հորտանն էլ եմ եղել։ Ես բայց էդի լավ տարբերակներ, որ Չաստից դուրս էի գալիս, որովհետև Չաստի ներսում էլ զինվորները շատ ավելի ծանր վիճակում էին լինում, ասենք իմ պարագայում ես էդի կպցրել էի, էլի սենց ասեմ, որտեղ Չաստում էլ բանը սնունդի պայեսներն էր այնտեղ ու բեռնակիր էին աշխատում զինվորները։ Ու ասեմ լինում էր 1000-1500 տոննայով կարտոֆիլ էր գալիս Պարսկաստանից մյուս, այդ զինվորներն էին դատարկում բարձում։ Բայց չէին էլ կարող ինչ որ մի բանի հանկարծ կպնեն, հենց կպնեն, շատ վատ էր լինելու։ Այն կողքն էլ մետալալումներ, այսինքն Պարսիկը գալիս էր իմիջիայլոց կարտոշկեն, որ ասեմ ինչ կարտոշկա, պատկերացրեք յաշիկների մեջ լցած կամ մեշոկի մեջ լցած, որսած ձեռը էր տալիս, մատերը խրվում էր մեջը, լեղկած փտած հոտը սպանում էր, բայց այդ էր գնում զինվորներին։ Հասկանում եք, այդ թողնում էին, բանը, մետալալումը բարձում էին, գնում էին։ Չգիտեմ, հետո հախուհաշիվը մնացած ոնց էին անում, այդ արդեն տեղյակ չեմ, մի անգամ էլ աչքից դեմը բերեցին, ոսկու ավազ բարձեցին, որպեսզի մի հատ Պարսկաստանում ստուգեն ինչ այն չի։ Մի խոսքով լավ սիգարետներ կան այդ պայեսում, չէ, սիգարետներ ես քեզ ասեմ, մի հատ վագոնչիկ կար, գոմեշի էր թե ուխտի էր, քո ասած միսը։ Սիգարետներ կային վագոնշիկում, ռոդոպի եւ շիպ կա, բայց դա իրանք էին տանում ծխում, մենք եթե կարենայինք արանքից մի բան տրցնեինք, չէ։ Ну, սնունդի մասին եկեք չխոսամ, որ չստացվի տենց բանը, բայց շատ ծանր էր այնտեղի զինվորների վիճակը այդ առումով։ Մենք մեր աշկի դեմը տեսնում էինք օֆիցերները ոնց են գողնում, ինչքան են տանում, ով ուրա տանում։ Սա տեսնում էինք, հասկանու՞մ, ամեն ինչը ես տեսել եմ այդտեղ։ ԺԴ-ում կոնկրետ ամեն ինչն եմ տեսել։ Մենակ այդտեղի ծառայությունը ինձ ցած երիկա էր։ Գիտեք, իմիջայլոց այստեղ քանի որ ծառայությունից գնաց Գևորը բան հարցրեց, հիմա ես ձեզ մի բան ասեմ, Ժողովուրդ ջան, այսօր Ռոման Բաղդասարյանի եթերն էին նայում, համառոտ այդ հացի հետ կապված պատերազմի օրերին, ասեմ որ ընդհանուր առմամբ ճիշտ է ասում, իհարկե սոված չի մնացել պատերազմ, չենք մնացել պատերազմի ժամանակ, չգիտեմ որտեղ ոնց, ամենայն դեպս որքան որ ես եմ շրջել, այդ խնդիրը չի եղել, բայց հացի մասով կոնկրետ հացը, լավաշը կամ հացը բորբոսնացա միշտ եկել այդ հաստատ։ Բայց առանց հաց են կերել, ուտելիք եղել է։ Սենց ասեմ։ Ամեն դեպքում դա ռազմավարությունը, ռազմական գործողությունների մի մասն է, որը պիտի ապահովես։ Իհարկե անունը կարող են դնել, որ սնունդը լինում էր, որ մեկ-երկու, սնունդը այդքան չէ, ինչքան ջուրը, որ մի երկու օր ուշանում էր, մի քիչ ծանր վիճակում հայտնվում ենք, բայց հետո որովհետև բանը բանի տակ էր, կրակի տակ էր վերցրած լինում ճանապարհները, դրա համար մեքենան չէր կարող գալ, պատերազմ է, այդպես։ Բայց հացը այո, բորբոսնացա միշտ եկել, ոչ ոք չի կարող ասի, որ իրանց մոտ բորբոսնացած կամ լավաշ է, այդ է եղել, կողքերից կտրտում ենք, բորբոսը դնում ենք, կամ հենց բորբոսն էլ հետո։ Բայց դրա մասին չի ուզում խոսել, այլս Ինգեորգ Չարասյան գործունեության մասին, ովքեր որ հերթով չստեն տալիս Պուտինին, ասում են մենք տեղում ենք եւ պատրաստ ենք կատարել ձեր բոլոր հրահանգները։ Հիմա Ժողովուրդ ջան, եկեք մի հատ sense բան հասկանանք, նայեք։ Սերժենք գնացին մի հատ կոշիկները լզեցին եկան, հետևից Քոչարյանը մի հատ կոշիկները լզեց, Քոչարյանի սախտևը Բալասանյանը դե այսօր вообще գմփծրեց, բանը Սրբազան շարժում կորած ջիհադիստները այն կողմից
ու ինչն է հետաքրքիր բոլորը փորձում են քաղաքացիներին ցույց տալ որ Մոսկվայի դաբրոյով իրենք կարող են նշանակվել ու ամեն մեկը փորձում է ստանալ Մոսկվայի դաբրոն ոչ ոք չի ցանկանում ստանալ ժողովրդի դաբրոն ուրեմն այսինքն ոչ մեկ ձեր հետ չի աշխատում ու ասի ժողովուրդ ջան ինձ կընտրեք որ խնդրեմ չեն աշխատում ասում են դու հետ ժողովուրդ ես ինչքան պետքա քեզ հələ մաշացնելու եմ ինձ Պուտինի դաբրոնապետ որովհետև Մոսկվայի դաբրոնի համար ավելի թանկ է քան դուք բոլորը 3 միլիոնը իրար հետ վերցրած եւ պետությունն էլ հետը այս ամենը դրա մասին է այդ են արտահայտվում այդ են ասում ամեն օր իսկ Բալասանյանը ով ինչ որ բաց նամակ էր գրել Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրեր էր հիշել ասում է մենք բանա Ռուսաստանը միշտ թույլ է տվել մեզ ապրենք մեր հայրենիքում եւ մեր պետականությունը պահպանենք Գյուլիստանի ու բանի Թուրքմենչայի պայմանագրով դու պետականություն չես ունեցել չէ դեռ կարող ունենալ Սկսենք այդտեղից, էլի։ Այս կապիկությունները ես չգիտեմ ինչքան պիտի ձգվի, էլի։ Ուրեմն Գյուլիստանի պայմանագիրը մոտավորապես հետևյալն է, Ժողովուրդ ջան, քանի որ Արևելյան Հայաստանը գտնվում էր Իրանի, Պարսկաստանի ժամանակվա բանի տակ, տիրապետության տակ, այսինքն ենթարկվում էր ամբողջովին Պարսկաստանին, հարկերը մուծում էր Պարսկաստանին, թուրքերը Պարսկաստանին, պարսը չէ ինչ ասել խելոքուլի պես։ Պիտի անենք այդքան բան, ապրում ենք Արևելյան, ոնց Արևմտյան Հայաստանը ապրում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ, այդպես Հայաստանը ապրում էր Արևելյան Հայաստանում ապրում էին Պարսկաստանի տիրապետության տակ, ոչ մի պետականության մասին խոսք գնալ չէր կարող, հայ երիտասարդները ծառայում են պարսկական բանակով եւ այլն եւ այսպես շարունակ 1804-1813 եթե չեմ սխալվում թվականներին սկսվում է ռուս-պարսկական պատերազմը եւ Ռուսաստանը ցարական Ռուսաստանի մասին է խոսքը ցարական Ռուսաստանը հասնում է արդյունքների ինչի արդյունքում հաղթանակի ինչի արդյունքում կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի ներկայիս տարածքը Հայաստանի ներկայիս տարածքը Վրաստանի տարածքը իր հատվածաբար կամ ընդհանուր մի խոսքով ընդհանուր առմամբ սա Պարսկական տիրապետությունից տեղափոխվում ու կծվում է ռուսական կայսրությանը, այսինքն դա հաղթել է պատերազմը, ասում է, հիմա պիտի լինի, ասում օքեյ, դա դարձեմ խելոք ես իմ համար ապրեմ։ Անցնում է մի 10 տարի, մուսուլմանական աշխարհը դարձյալ զգում է, որ ուժեղացել է եւ Պարսկաստանը նորից է վերսկսում պատերազմ, ռևանշի է գնում, ինչի արդյունքում դարձյալ պարտվում է, երկրորդ անգամ է պարտվում ցարական Ռուսաստանին, այս անգամ արդեն կնքվում է Թուրքմենչայի պայմանագիրը, նույն Գյուլիստանի պայմանագրի դրույթներով մի քանի բանել ավելին Այսպես ասեմ։ Ու այսօրվա դրությամբ Վիտալի Բալասյանը երազում է Գյուլիստանի կամ Թուրքմենչայի պայմանագրերի մասին իմիջայլոց, ինչն է այստեղ զավեշտ է, ես երբ որ կարդացի, ծիծաղից մեռել է։ 2020-21 թվականներին ժողովուրդ ջան ձմռանը ես մի անգամ եթեր եմ արել ու ասել եմ սրանց երազանքը դեռ չէր եղել 21 թվականի ընտրությունները։ Ու ասել եմ սրանց երազանքն է, որպեսի վերադարձնեն ամեն բան Թուրքմենչայի պայմանագրին։ Սրանց երազանքն է դա։ Ես դրա մասին 2021 թվականներից ձմեռն եմ ասել դեռևս ու եթե գտնեմ այդ եթերը անպայման այդ հատվածը տեղադրելու եմ տարեթիվներ նշեմ։ Ու այսօրվա այդ ժամանակ ես որ ասում եմ, իհարկե իմ կարծիքն էի դա հայտնում, որովհետև իրադարձությունները նայելով մենակ այդ կողմ էր տանում, հասկանում եք։ Բայց արի ու տես, որ իսկապես այսօր արդեն բառացի են դրա մասին ասում։ Մարդ ով եղել է զինվորական, բարձրաստիճան զինվորական, երազում է Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերի մասին։ Ու երազում է, որպեսզի դա իրականացնի Ռուսաստան կայսրությունը։ Հասկանում եք։ Բայց երբ որ ասում ենք, որ դուք հակապետական գործիչներ եք, ինչի՞ց եք խառնվում իրար։ Որովհետև Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերը պետության Հայաստան պետության մասին չեն։ Ոչ էլ Արցախ պետության մասին են, ոչ մի պետության մասին չեն։ Մի պետության մասին են, դա ցարական Ռուսաստանն է։ Բայց դա չի նշանակում, որ դուք հակապետական գործունեություն եք ծավալում։ Դա է նշանակում, բա ուրիշ կասեք ինչ է նշանակում։ Ասենք թե ես չգիտեմ, ձեզ չեմ սիրում փախարակում եմ հիմա ձեզ։ Հարաբերս դուք եք ախր այդպես ասում։ Ես դուք տեղիք չեք տալիս, որպեսզի ես անգամ եթե շատ ուզեմ փախարակեմ ձեզ։ Տեղիք չեք տալիս, դուք ամեն ինչ անում եք, որ երբ որ սկսում եք տրամաբանորեն գնահատական տալ ձեր գործունեություններին ու խոսույթին, ստացվում է, որ Վատ բան է ստացվում ու դուք դրանից նեղվում եք։ Մի նեղվեք, գնացեք երկու հատ գիրք կարդացեք, սկսեք սովորել։ Այսինքն, տեսեք, մոտավորապես այսպես, ես նաև արցախցիների ուշադրությունն եմ ուզում այստեղ գրավել։ Հարգելի արցախցիներ, սրանք երբեք այդ որ ասում են, բա Արցախը մերն էր, հայկական, տեսեք որ խափում են։ Տեսեք որ երբեք Արցախը չի դիտարկվել Հայաստանի Հանրապետության կազմում։ Երբեք ոչ մի ժամանակներում, ոչ մեկի ժամանակ չի դիտարկվել Արցախը Հայաստանի կազմում։ Արցախը անգամ բանակցությունների արդյունքում դիտարկվել է Ադրբեջանի կազմում, դիտարկվել է Միութենական պետության շրջանակներում, թե հիմա ինչ կարգավիճակում որքանով էր դա որքանով վատ եթե հաշվի ենք առնում այսօր ինչ ունենք, բայց ամեն դեպքում կամ հաշվի բանա դիտարկվել է Ռուսաստանի կազմում,
Բայց երբեք չի դիտարկվել Հայաստանի կազմում։ Ու այս ուղղությամբ ոչ մի կել երբեք չէ, ով պիտի աներ Վիտալի Բալասանյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Մենք նայեք նրանց բաները, ելույթները, ու ինձ ասեք, իրանք ինչը պիտի անեին։ Ինչը պիտի անեն։ Այսինքն ուրացել են առաջին Արցախյան պատերազմը զոհերին, մեր հերոսներին ու այդ հաղթանակը, որ պարգևել էին տղերքը մեզ բոլորիս, ինչի արդյունքում պիտի մեր դիվանագիտական բլոկը շատ լավ իրավիճակում կարող էր լուրջ պահանջներով, լուրջ բանակցություններ սկսել վարել։ Հասկանում եք, ամեն ինչ արել են այդ տղերքը։ Ու սրանք ուրացել են դա։ Ինչով է սկսել Արցախյան շարժումը։ Սկսել է միացումով։ Վերջ Ժողովուրդը դուրս է եկել գոռալով միացում։ Պատերազմը սկսել է միացումով։ Այդ միացումը ով պիտի միաներ, մի հատ ինձ կասեք։ Արցախը Հայաստանին, ճիշտ է։ Պատերազմի ընթացքում, եւ այդ միացումը ունեցել է իր իրավական հենքը, հիմքը, որտեղ նույնպես ձախողել են ու շատ հնարավոր է դիտավորյալ։ Այ առավել եւս Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մոռանում էր ԱՊՀ դեպոզիտարիա ուղարկել շատ կարեւորագույն փաստաթղթեր, մոռացել եմ ասում։ Ասենք դրա համար է պրեզիդենտ, մոռացել է մարդը։ Քնել է, մոռացել է։ Մի խոսքով Այս դրանով մեզ են վարակել։ Մենք ազնիվ մարդիկ, ժողովուրդ, քաղաքացիներ, ով ասում ենք, դավայց է, ոնց թե էսկով, մենք գնացել կռվել են, մեր հայրերը, մեր ավակ սերունդը գնացել են, կռվել են, կյանքի գնով մեզ հաղթանակ են պարգևել։ Բայց հաղթանակը հաղթանակ չի, եթե ինքը չի ամրագրվում դե յուրե, յուրիդիչիստի առումով, իրավական բանով։ Ու այստեղ սկսում է բանակցությունները, բայց քո դիրքերը քանի որ լավն են, դուք լինում ես հրահանգողի դիրքում, դու ես լինում բանը նախաձեռնողի դիրքում, դուք ոնց այսօր Ալիևը ինչ ասես արես, չէ՞ արդեն։ Այդպես են հաղթում։ Հիմա հետևից եկել է Քոչարյանը, հետևից եկել է ոչ մեկ երբեք չի խոսել միացումը կորել է արանքից։ Կորել է։ Եվ իհարկե հայտնի վիդեոներ կան, դուք տեսել եք ոնց են բանանում, թե Հայաստանն ու Արցախը նույնականացնել, նշանակում է չգիտեմ ինչ, այս կողմ են կողմ։ Ասում ես լավ, մի րոպե։ Կարող է այս մարդիկ կեսից զգացել են, որ միացումը վտանգի տակ կդնի Հայաստանի Հանրապետությանը ու որոշել են անկախացման ճանապարհով գնալ։ Կարա լինի։ Ոնց ուսումնասիրում ես, էլի անկախության մասով ոչ մի գործողություն չի արվել։ Եվ չէր էլ կարող արվել, հարգելիներս, որովհետև Արցախի Ադրբեջանի հայ-ադրբեջանական պատերազմը կառավարելի է եղել եւ կառավարվել է Կրեմլից։ Վերջ, մնացածը լոլոներ են։ Կառավարվել է այնպես, ինչպես անհրաժեշտ է եղել ցարական Ռուսաստանին։ Եվ կապ չունի, որ ինքը Ռուսաստանի դաշնություն է կոչվում, խորհրդային միություն է կոչվել, ինչ է կոչվել, ինչ չի կոչվել։ Բայց սա կապ չունի։ Դեռ 90-ական թվականներից, 90-ականներից էլ առաջ, երբ որ արդեն սովետական միությունում շատ լավ պատկերացնում են, որ սովետական միությունը փլուզվում է, այսինքն որպեսի ցնցումներից հետ ցանկացած մեծ կայսրության փլուզում լուրջ ցնցումներ առաջացնում։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում, հասկանում եք։ Եվ տարածաշրջան, որպեսի իրենք այդ ցնցումները կարողանան կառավարելի դարձնել, ինչ պիտի անեն։ Ասենք, տեսեք, նույն հրեական եւ նույն իմիջիալոց KGB-ական սխեման է դա։ Եթե դու ուզում ես երկուսի մեջ հայտնվես հեղինակության դիրքում, դու երկուսին պետք է կռվեցնես իրար։ Իհարկե հնարավորինս այնպես, որ դու բանից անտեղյակ ես իբր։ Երկուսին կռվածնում ես իրար, դու հայտնվում ես հաշտեցնողի դիրքում եւ դառնում ես այդ երեքի միջի միակ հեղինակությունը դառնում ես դու։ Վերջ։ Այսինքն կարողանում ես վերականգնել ու կառավարելի դարձնել քեզ համար այն երկուսին։ Խոսքը միայն Հայաստան-Ադրբեջան թեմայի մասին չի, խոսքը ամբողջ սովետական միության տարածքներում բազմաթիվ հարցեր են եղել այդ դրանց մասին։ Արցախի պատերազմը սկսել է Ռուսաստանն է սկսել։ Ու վերջ, չկա ուրիշ բան։ Բայց քանի որ պիտի այս ամեն ինչը լիներ, դե կայսրություն չէր, եթե նախապես հաշվարկներ չաներ, հասկանում եք։ Եվ նախնական հաշվարկների մասով այստեղ ներդնում է իր ագենտուրային։ Իր ագենտուրայի ներկայացուցիչներն եղել, թե Լևոն Տեր-Պետրոսյան, թե մյուսը դե Զորի Բալայանի մասին ասենք արդեն ավելորդ խոսել։ Վերջ, մնացածը տեխնիկայացը, քեզ պետքա գնաս աշխարհում ես իմոց են հանդիպես, գնա հանդիպի։ Պետքա, չգիտեմ, ինչ-որ բանակցություններում ինչ որ առաջարկներ անես, դա ռադի բոկ, ինչ ուզում ես արա։ Բայց այն կարևոր ելակետային իրավիճակներում ինչ որ կասեմ, դու հետո խելոք կանես։ Կարող է այդ 5 տարվա մեջ 3 հատ բան ասի։ Կամ կարող չասի, նրանք ինքնուրույն հասկանում են, ինչքան ինչ կարող են անել, ինչքան ինչ է իրենց թույլատրվում եւ ինչքան ինչ չի թույլատրվում։ Հասկանում եք։ Գումարած սրան, եթե ավելացնում ենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում մեր բոլոր պաշտպանության նախարարները գրեթե ունեցել են Ռուսաստանի Դաշնության անձնագրեր, հասկանում պաշտպանության անգամ սովորական միջին սպան, հա, ասենք չգիտեմ, լեյտենանտը թեկուզ լեյտենանտը, որ ցածր սպայական ազնագազմերից է, հա, բանն է։ Անգամ լեյտենանտը չի կարող լինել այլ երկրի քաղաքացի, ուզում է լինի Ռուսաստան, ինչ ուզում է լինի, հասկանում եք, չի կարող, անգամ այդ զվանիով մարդիկ, երբ որ Հայաստանի Հանրապետությունից դուրս են գալիս, հազարակ պրոտոկոլ է լրացում, թե ինչպես պիտի լինի, ինչպես պիտի գնան, ինչպես պիտի գան։ Այս մարդիկ եղել են այդ երկրի քաղաքացիներ։
Մեր արտգործնախարարությունը նույն իրավիճակում է եղել։ Մեր ԿԳՄՍ նախարարությունը նույն վիճակում է եղել։ Մեր առողջապահության նախարարությունը նույն վիճակում է եղել։ Բոլոր մեր ազգային անվտանգության ծառայությունը նույնն է եղել։ Մեր զինվորները, ԱԱԾ ծառայողները բոլորը անցել են ռուսական դպրոց։ Հիմա պատկերացեք հետևյալը, գնում եք ռուսական դպրոց, ուզում եք դառնալ, չգիտեմ, օֆիցեր։ Կապ չունի, ԱԱԾ-ում թե զինված ուժերում։ Գնում եք Ռուսաստանում բարձրագույնը սովորելու, որպեսզի այդ զբաղին ստանալ։ Եթե դուք լավ եք սովորում, անպայման ձեր կռուգի մեջ մարդիկ են հայտնվում, ու սկսում են քեզ վերբովկա անել։ Հասկանում եք, ուզես թե չուզես դու վերբովկա լինում ես, որովհետև քո նպատակները մեծ են։ Ոչ ոք քեզ ուղիղ չի ասում, այ որ կգնաս, քեզ զանգեն, ինչ ասես, քեզ կանես։ Ոչ, դա ստեղծվում է մեխանիկորեն արդեն։ Վերջ դու վերադարձար Հայաստան, իրենց ձեռքի տակ ես, ինչպես 20 կանան այդպես կանեն։ Այ հենց այսպես կառավարելու մինչև այսօր էլ, ճիշտ է, հիմա ահագին թուլացել է, ըստ էության, այս կռիվները, այս ամեն ինչը դրա մասին է հենց, որ ռուսական ազդեցությունը գնալով թուլանում է, եւ նրանք մեծ թափ են տալիս ու փորձում են քաղաքացիներին գրավել իրենց կողմը։ Այս իմաստով հիմա ահագին թուլացել է ու ինչքան թուլանում, այդքան մեր անկախության ցուցիչն է բարձրանում։ Այնքան աշխարհը, ասում եմ մի րոպե, Հայաստանի հետ կարող ենք աշխատել։ Ինքան Ռուսաստան չի։ Իսկ մինչև այդ աշխարհը մեզ հետ չի ցանկացել աշխատել։ Սա Ռուսաստանի բոստանն է, մեկը գնանք ընդեղի նախագահին, օրինակ, տեսնենք, ինչ ծրագրից խոսանք։ Ինչի մասին խոսենք։ Միևնույնն է, ինչ ծրագրից խոսենք, եթե կարևոր բան է, պիտի Դաբրոստանեն ստանալու է Կրեմլից։ Այդ ավելի լավ է մենք ուղիղ Կրեմլի հետ խոսենք այդքան բան։ Այդքան բան։ Իմիջայլոց, այս Ռոբերտ Քոչարյանը նստած իր ժամանակները գովալուց շատ է խոսում տնտեսությունից, չէ։ Խոսում է բանից, այս համարսամել որ հանդիպել, ասում է, ձեր ժամանակ Ռուսաստանի հետ առևտուրը ավելի է մեծացել, քան իմ ժամանակ էր, ես ինչ եք բան, դուք չեք կարողանում անկախացնել տնտեսություն։ Արա ես ինչ եմ խոսում, եմ լուսում սարես, կարող է գույք պարտքի դիմացի հետ այս մարդը իսկապես կապ չունի։ Իսկ դա նայեք, բանակ կլինի, իրավունքներ կլինեն, հաց ուտելուց սկսած ամեն ինչը կապ ունի պետության տնտեսությունից։ Ինչքանով է զարգացած պետությունը տնտեսությունը։ Տնտեսությունն է շարժիչ ուժը։ Օրինակ, պատերազմի ժամանակ պատերազմում ավելի թանկ է համարվում սնարյադը, քան զինվորի կյանքը։ Ամեն ծնողի համար իր զինվորի կյանքն է, չէ՞ թանկ։ Բայց պատերազմի դաշտում այլ կերպ է հաշվարկվում։ Զինվորի կյանքը ամենայժանն է։ Հասկանում եք, ավելի թանկ է օրինակ մեկ $10,000 սնարյադը, որը կարա գնա ընկնի մի $30,000, չգիտեմ ինչի վրա։ Այդ դեպքում կստացվի, որ սնարյադը խոցես նշանակետը։ Բայց եթե $10,000 սնարյադը գնա ընկնի 10 զինվորի վրա 10-ից սպանի, դա չի նշանակում, որ ինքը իր գործը բան արեց։ Այսինքն այս ամեն ինչը իսկ ունենալ սնարյադներ, ունենալ զենքեր, դա տնտեսության հաշվին միայն կարող ես ունենալ։ Տնտեսության զարգացման հաշվին։ Եվ նաև դա է պատճառը, այո, որ հարկ վճարողը ինչ այսօր իրական Հայաստանում, այո, հերոսացվում է ոչ թե որովհետև ասենց բերում հավասարացվում է բաներին, հուն հայրենիքի կյանքները նվիրած, ոչ, խոսքը դրա մասին չի։ Հասկանում, այլ նրա աշխատանքի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է թե զենքեր գնել, թե զենքի արտադրություն ստեղծել, որը երբեք չի եղել Քոչարյանի ժամանակում։ Ասեմ ավելին, ոչ միայն չի եղել։ Քոչարյանը խոսում էր ինչ-որ բեսպիլոտիկներից, ասում է, հետո պարզ դարձավ, որ այդ բեսպիլոտիկները անհանգստություն են պատճառելու։ Ինչու դրա արտադրությունը ժամանակին չդրեցին։ Արա դա, որ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ինձ վերցումս գլուխս տարակում է, որովհետև ով գոնե ես տեղյակ եմ, որ դեռ 2002 թվականին 2000-2002 թվականներին կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին մեր բաները համապատասխան մարդիկ առաջարկել են մոդելը տարել ցույց են տվել բեսպիլոտնիկի ու ասել են սա կարող ենք արտադրել այստեղ արդյունքում ոչ դա է արտադրվել այդ զավոդն էլ որտեղ որ մի հատ ցեխ էր մնացել որտեղ կարող են արտադրել այդ էլ քանդեցին պատերի միջի արմատուրից հետ տարան ծախեցին ոստեղ ելը այդպես բանա մնացել դավայելը ու սա ինչի՞ց է խոսում, ցնդում ես, լսում ես ինտերվյուն, ցնդում ես, եւ բնական է որ այն ջայլներն էլ հեսամ չի տան տեղյակ։ Նստած ես զմայլված լսում են, չգիտես, ով հարցեր չունեն մեկ էլ հանգարց։ Լավ էլի։ Ու մյուս կողմից, այ հենց այս ջայլներն են, ովքեր որ պիտի համալրեն, նույն միջազգայնագետների դաշտը, նույն դիվանագիտական բլոկի դաշտը, նույն չգիտեմ, մասնագիտական տարբեր կառավարման ոլորտում տարբեր բաներ Այսպես պիտի համալրվեն, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է կադրերի խնդիր ունենք, այն ծրի մասին է ասում, որովհետև համալսարանը ավարտում է ուսանողը չհասկանալով ինչն է ավարտել։ Չհասկանալով, ու մեր քաղաքացիներից կային մեր ընկերներից գրում ասում են, գուցե նրանց հնարավորություն չեն տվել հարց տալու։ Ու շատ հնարավոր է, բայց հենց ելով, եթե հենց երիտասարդը չի որ պիտի պահանջի իր խոսքի ազատություն, բայց խոսքի ազատությունը ուրիշ ձև ոնց բանի, այն Արտուր Չախոյանի նման պիտի պահանջեն։ Բայց այդտեղ պիտի, թե այդտեղ վախենում են պահանջեն Բայց այ որ քանի որ այս մյուս կողմից չեն վախենում, ապա կարող են վերանից եկած հայ հոյանքը հնչեցնել։ Դա այսպես է ստացվում։ Տեսեք, Ջորջ ջան, ամեն դեպքում ես մի քիչ կարճ կապեմ։
ուրեմն Հայաստանի Հանրապետությունում բնականաբար Ռուսաստանը ուներ իր ներկայացուցիչը, ով կուրացիա էր անում ռուսական թևին։ Ու այնպես կարգավորում էր։ Այս կուրատը FSB-ի մայորն ինչ է, նորմալ բան էլ չէր։ Ես իմ ինչ էլ չէր, էլի։ Հիմա ոնց որ փոխվել է։ Ամենայն դեպս CVKM-ը հրապարակել էր, թե ով է հիմա ռուսական ազդեցության ներկայացուցիչների կուրացիայով զբաղվելու։ Ես վաղը հաղորդման ընթացքում կփորձեմ ներկայացնել այդ նյութը, հիմա ուղղակի ձեռքից տակ չի նոթբուքը, ես դրանց անունազգանուններն էլ անգիր չեմ կարողանում ես առհասարակ նշելուց լավ չեմ, դա իմ թույլ կետներից մեկը։ Մի խոսքով, ու սկսել են իրենց աշխատանքները, բարձ ուրիշ ոչ մի բան չի։ Ընդամենը մարդիկ իրենց աշխատանքներն են սկսել, ու այս մարդիկ այդպես են պատկերացնում։ Մնացածը մեր դաշտում է։ Օրինակ այսօր մեր ընկերներից մեկը գրել էր, եթե գայլը գալիս է ոչխարի հոտից ոչխարա գողանում ուտում, այդտեղով է մեղավոր գայլը, ոչխարը թե հովիվը։ Ես պատասխանել եմ, որ ամենայն հավանականությամբ հովվա շուն է դրական իմաստով, որովհետև պահպանողը մեծ հաշվով ինքն է։ Հասկանում եք։ Ու ես այս իմաստով դրական իմաստով կարծում եմ, որ մեր հասարակության մեջ այո հովաշա ֆունկցիա իրականացնող անձնավորություններ դեռ կան, ովքեր որ կարող են թե հովվին պաշտպանել, թե բանը հոտին պաշտպանել։ Ու առհասարակ հենց նման մարդկանցով էլ ընդհանուր առմամբ պետությունները կարողանում են ժամանակ առ ժամանակ առաջընթացնել գրանցել։ Իսկ այն ինչ որ տեղի է ունենում նաև նրա մասին է, որ արևմուտքը շատ լուրջ հայտարարություններ է անում Հայաստանի Հանրապետության, հա, Կիրիենկոն, ճիշտ է, Հայկը անունը հնչեցես, Կիրիենկոն։ Հիմա տեսեք ոնց էին աշխատում։ Այդ նույն դոկն էլ Գռոուշնիկ Այն էր դրանց այդ աղբյուրից օգտվում, չգիտեմ, Սերժնել էր այդ աղբյուրը, խոսքով բոլորը, ով ռուսական տիրույթից են։ Իմիջայլոց ասեմ, որ կան նաև արևմտամետ թվացող թե ուժեր, թե կայքեր, որոնք որ նրա համար են, որ արևմուտքի փողերով ծառայեն Ռուսաստանի օգտին։ Այսպիսի բաներ կա։ Իրենց աշխատելա ձևն է դա։ Դրա համար հիմի մարդիկ ասեն, բա ինչու չեն արգելում, չգիտեմ, ինչ միանգամից ասեմ, որ տես բանը ոչ ոք չի կարող արգելի։ Դա չկա տենց իրավական նորմ ու չէր կարող լինել, ամեն երկրում էլ կան տարբեր ազդեցությունների ներկայացուցիչներ, նույն, ասենք, օրինակ, բոլորը գիտեն, որ նույն Թրամփը մի ամբողջ Միացյալ Նահանգների նախագահ ժամանակի Ռուսաստանում ողբով կա եղել։ Բոլորը դա գիտեն։ Բայց կարողացել է Ամերիկայում շատ ճարտար լեզվով ինչ որ ազդեցությունների տիրույթ ստեղծի ու գա դառնա հասնի նախագահ։ Այսինքն դրա հետ պետք է սկսենք սովորել ապրել ընդհանուր առմամբ, հա, ավելի շատ քան բան անել, ինչ որ քառակուսիներ գծել, բա ուրեմն ոչ։ Ու պետք է կարողանանք այդ ժամանակին հակազդել։ Հա, իմիջիայլոց ես ուզում եմ մի հատ վերադառնալ էլի վաղագի թեմային, ասացի մեկը բաներ էր գրում, մի խոսքով ուզում եմ ճշտեմ որտեղա ծառայել, տենց էլ չասես որտեղա ծառայել, բայց ասես ծառայել եմ։ Հիմի շատ լավ գիտեր, որովհետև երբ որ ասի որ թվերին է ծառայել, ես նրան երկրորդ հարցը տալու եմ, ինքը չէր կարողանալու պատասխանել այդ հարցին։ Հիմա այս իրավիճակում այսօրվա դրությամբ գուցե բանակում որոշ բաներ չկան, անունը դրել են դե կլուբնիկային, չգիտեմ ինչ եւ այլն։ Գիտեք ինչ։ Խորհուրդ կտամ դիտեք Անդրանիկ Քոչարյանի վերջին հարցազրույցը CVKM-ի հետ։ Խորհուրդ կտամ դիտեք։ Եվ բնականաբար նաև Անդրանիկ Քոչարյանի վրա է շատ մեծ արշավ գնում, որովհետև ինքը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նախագահն է եւ սեպտեմբերի 27-ի հաջորդ բանի ժամանակ, նիստի ժամանակ, հաջորդ նիստի ժամանակ փակ քննարկման արդյունքում ներկայացնելու է արդյունքները, այսինքն մի 3-4 ամսից մեծ հաշվով արդեն ամեն ինչ ներկայացված է լինելու։ Բնականա այս ուղղությամբ պիտի հարվածեն։ Բնականա Արամ Սարգսյանից ուղղությամբ պիտի հարվածեն, որովհետև իրենց համար լուրջ մրցակից է ընդդիմադիր դաշտում եւ պիտի թաղապետերի վրա բան սարքեն։ Բնականա որ բանում Գյումրիում ընտրությունները այս արդյունքը երբ որ գրանցեցին ռուսները պիտի այդտեղ ոգևորվեին, որովհետև իրենց էլ բաներ են զեկուցել, իրենք նայում են, օ, իսկապես, բայց այդ դեպքում ինչու ծախս չանել։ Փաստորեն արժի ծախս անել, հասկանում եք։ Մեծ գումարներ է պատտվում, այդ մեծ գումարները մեզ հաշվով մեզ համար են մեծ գումար, իրենց համար դրանք կոպեկներ են, բայց այդ գումարները արժեն Հայաստանի Հանրապետություն, այսինքն իրենք այդ գումարները որ ծախսում են, ոչ թե ծախսում են, որպես այստեղ ունենան իրենց ազդեցության ղեկավարներ, այլ ուզում են Հայաստանի Հանրապետությունը ունենան, այսքան բան։ Ուրիշ երրորդ բան չկա։ Ու ասել թե իբր արևմուտքն այստեղ գումարներ ծախսում, արևմուտքը այստեղ գումարներ չի ծախսում։ Ու եթե ինչ որ որոշ բաներ ծախսում են, դրանց նպատակները խիստ տարբեր են, բացարձակ քաղաքական չէ, հասարակական բնույթի է։ Սա էլ ասեմ։
Մի խոսքով, համբերություն եմ մաղթում բոլորից, ժողովուրդ ջան, 5-րդ Շարասյան 2-րդ էշելոնն են կառուցում մարդիկ, մենք էլ մի քիչ աչալուրջ կլինենք, հարկ եղած դեպքում որոշ քայլերի մենք ինքներս էլ կգնանք, իմիջայլոց այս էլ ասեմ, մի 2-3 շաբաթ առաջվանից արդեն տեղեկություններ ունենք, որ սկսվում են ոչ միայն շարժում մարժումները, այլ նաև որոշակի առաջադրանքներ են ստացել մարդիկ, ովքեր մի քիչ հանրային են, որ խուլիգանություններ անելու եւ նրանց խոստացվել է, որ իրավաբանական աջակցություն անվճար անպայման կստանան։ Դե նաև այլ բաներ երևի թե նույնպես։ Նենց որ այս ամեն ինչը նախապես տեղեկացված ենք եղել, ես պիտի խնդրեմ ժողովուրդ ջան լինեք մաքսիմում զգոն, սառը դատեք, չտրվեք զգացմունքների, որովհետև հավատացեք, հենց ձեր զգացմունքայնությունն են օգտագործելու ձեր դեմ, մեր բոլորիս դեմ, իմ դեմ, հասկանում եք, մեր բոլորի զգացմունքայնությունը։ Առհասարակ մարտավարությունները այդպիսին են, եթե ինչ-որ մեկի հետ մարտավարական գործընթաց պիտի ստեղծես, նախ եւ առաջ ռազմետկա ես անում, ուսումնասիրում ես թույլ ու ուժեղ կողմերը, դնում ես թղթին ու սկսում ես դրա վրա աշխատել։ Հիմա այս մարդիկ շատ լավ գիտեն, հա, ժողովուրդը, տակարին ժողովուրդը, զգացմունքային ժողովուրդը բաց այսօրվա դրությամբ էլ բաց բաների մեջ, այսինքն վերքերը դեռ չեն լավացել եւ այլն, գումարած դրան ունեն հսկայական ներուժ առայժմ Հայաստանի Հանրապետությունում, իսկ ինչու դա չկիրառել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ձեռքից չթռնի, չփախնի։ Ու հենց այդպես էլ անում են։ Իրենց գործն են անում։ Հիմա եթե մենք ցանկանում ենք դիմակայելը պարտադիր չի լինի հայոյանքներով, անեցներով, չգիտեմ, կոպիտ խոսքով եւ այլն։ Ընդհանրապես կարելի է շատ հանգիստ ձևով բան անել, բանի տեղ չդնել կամ բլոկել գնա, այսքան բան։ Եվ ցույց տան, որ այդ զգացմունքայնության տիրույթ չեք ընկնում։ Եթե չընկնեք, իրանք մանտրաշ են մնալու, չեն հասկանալու ինչ անեն։ Մոտավորապես այսպես, ժողովուրդ ջան։ Ամեն ինչ լավ է լինելու, չվախենաք, վաղը մյուս եթերներին արդեն կփորձեմ ձեռքից տակ ունենալ իմ նոթբուքը, որպեսզի այն ինչ որ ասում եմ, նաև հիմնավորած որոշակի նյութերով, ընթերցելով ձեզ համար այս ամեն ինչը ցուցադրեմ։ Դու զգուշ մնա, գնել ջան, շնորհակալություն գայ ջան անհանգստանալու համար, բայց կարծում եմ առայժմ գոնե անհանգստանալու առիթ դեռևս չկա, չգիտեմ, մնացածը ոնց կդասավորվի։ Բայց եզրափակիչ խոսք որպես ասեմ հետևյալը։ Այս ամեն ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մինչև հիմա իրավական դաշտի, իրավական ոլորտի չարացների արգասիքն է, ու այս ամեն ինչի համար պատասխանա այդ ոլորտի ցանկացած ներկայացուցիչ։ Ու դուք անպայման պատասխան տալու եք, անպայման եք տալու։ Այ հենա, տեսանք, չէ՞, մի դատավորին, որ բան արեցին, կալանավորեցին։ Այ լակոտի նման էր իրան պահում, տեսակ, չէ՞։ Այ այդտենց դատավորը մարդկանց ճակատագրեր է վճռել։ Այդտենց դատավորը կամ դատավորները։ Ու սրանք դուրս են եկել այսօրվա դատաիրավական համակարգից են խոսում։ Ու իրանք դրած լինելով այդտենց շիզոֆրենիկ, գողաբոզական կներեք այս բառից համար բարկերով օծված երևույթների։ Եվ ես ունեմ իշխանություններից պահանջ, մի հատ ցմահ դատապարտվածների գործերը վերանայեք, որովհետև կարծես թե այնտեղ մարդիկ կան, ովքեր որ գախերին սարկած ցմահ նստած են։ Լավ եք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ, այսպես կլինի։ Բարի գիշեր։